դու ունես այդ հիվանդությունը, թե չէ, չգիտեմ, մի հատ MRT անցի օրինակ։ Վարույթով անցնող մեր հարգելի զորակոչից խուսափած քաղաքացին ասում է, չեմ անցնում։ Պարտադիր զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքներից առողջական խնդիրների պատճառով ազատված անձինք, ում գործերը կդառնան իրավապահների ուսումնասիրության առարկա, առաջիկայում հնարավորություն չեն ունենա հրաժարվել լրացուցիչ հետազոտություններից եւ փորձաքննություններից։ Իշխող ՔՊ պատգամավոր ազգային ժողովի փոխնախագահի տեխնացու Վահագն Ալեքսանյանն այսօր խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում ներկայացնելով քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը պնդեց, որ այս կարգավորումը թույլ կտա իրավապահներին բացահայտել կեղծիքներով բանակից խուսափած անձանց։ Դինում են դեպքեր, երբ որ մարդիկ կեղծ փաստաթղթերով ազատվում են զինվորական ծառայությունից, ու ենթադրենք իրավապահ մարմինները ստանում են օպերատիվ տեղեկատվություն այդ մասին, որ այսինչ մարդը կեղծ թղթերով ազատվել է զինվորական ծառայությունից։ Եվ այս պահի դրությամբ մեր իրավապահ համակարգը ոչ մի գործիք չունի, որպեսզի նրան հարկադրի, որ գնա ու անցի այդ հետազոտությունը, ասում է չեմ անցնում եւ վերջ։ Սա անբնական, աննորմալ իրավիճակ է։ Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց, առողջական խնդիրներով ազատված ցանկացած մեկին պատահականության սկզբունքով չեն կարող պարտադրել բուժզննում անցնել, պետք է հարուցված քրեական վարույթ լինի։ Եվ եթե հարուցված քրեական գործի շրջանակներում անձը հրաժարվի լրացուցիչ բժշկական հետազոտությունից, ապացուցելու համար, որ իսկապես առողջական խնդիրներ ունի, ապա օրենքի նախագծով բավական խիստ պատիժ է նախատեսվում՝ 1-ից 3 տարվա ազատազրկում։ Այս տարիներին էլ բարբերաբար ձերբակալվում են այս կամ այն բուժհաստատության բժիշկներ, ովքեր որ ակնհայտորեն կաշառքի դիմաց կեղծ տեղեկանքներ են տվել։ Հիմա իրավապահ համակարգը շատ տրամաբանորեն պետք է այդ մարդկանց տված նմանատիպ բոլոր տեղեկանքների հետևից գնա, ճիշտ է, եթե այս մարդը կաշառքով տալիս է։ Պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական անդամներից Հայկ Սարգսյանն օրինագծի քննարկման ժամանակ հատուկ ընդգծեց, զորակոչի մասնակիցների թիվը Հայաստանում նվազում է մի քանի պատճառով, եւ դրանցից առաջինը առողջական կեղծ փաստաթղթերով բանակից ազատվողներն են։ Ըստ նրա, այս կարգավորմամբ հնարավոր կլինի կանխարգելել այս հանցագործության շարունակականությունը։ Քրեական օրենսգրքով փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինծառայությունից խուսափելը պատժվում է ազատազրկմամբ 4-ից 8 տարի ժամկետով։ Զորակոչի մոտ 69%-ը 22 թվականի դրությամբ, մի քիչ հիմա թիվի չդարել է 65%-ը ազատվում են, որոնց մեծ գերակշիռ մասը առողջական խնդիրներով պայմանավորված։ Միջև այդ եթե բժիշկը տեղեկանքը տալիս էր, օրինակ ասում էր դու կարճատես ես, կարճատեսության տեղեկանք էր տալիս, որով որ ազատվում էր, ասում էր եթե քեզ սրանից հետո կանչեն, դու ուղղակի կհրաժարվես, այսինքն չստուգվես, որպեսզի չբացահայտվի, որ ես քեզ կեղծ տեղեկանք եմ տվել։ Երբ այս օրենքը ընդունվի, այսինքն բժիշկը արդեն կիմանա կեղծ տեղեկանք տալու դեպքում հնարավոր է այդ քաղաքացուն էլի կանչել փորձաքննության։ Եթե չներկայանա խուսափի կամ որևէ այլ ճանապարհով խոչընդոտի, ապա այդ դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի։ Իդեպ ԿՊ-ական Հայկ Սարգսյանը, որ քաղաքական թիմի հետ վերջին շրջանում սուր հակասություններ ուներ եւ ի վերջո դուրս մնաց կուսակցության նախընտրական ցուցակից, այսօր մեղադրում էր Պաշտպանության հանձնաժողովի ԿՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանին, նշելով, որ հենց վերջինիս պատճառով այս կարևոր օրենքի նախագիծը ժամանակին չընդունվեց։ Պատգամավորի համոզմամբ ոչ միայն կեղծ առողջական փաստաթղթերով են բազմաթիվ երիտասարդներ խուսափում բանակից, այլև շատերը դա անում են Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելով։ Պատգամավորը հատուկ թվեր ներկայացրեց, կրկին պնդելով, որ իր կուսակցի ԲՆ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պատճառով հնարավոր չեղավ փակել նաև այս մի սողանցքը, ինչի հետևանքով քաղաքացիությունից հրաժարվողների թիվը անցած 1 տարում զգալի աճեց։ Անդրանիկ Քոչարյանն ըստ էության չարձագանքեց կուսակցի քննադատությանը։ Իմ օրենքը, երբ որ պարոն Անդրանիկ Քոչարյանի պատճառով մերժվեց, դրանից հետո տեմպը 30%-ով աճել է, 30-40%-ով։ Ու 2025 թվականին քաղաքացիությունից հրաժարվել է նախորդ տարվա 1900-ի փոխարեն 2800 տղա ու էլի 60 աղջիկ։ Հայկ Սարգսյանը հղումանելով պետական մարմիններից ստացած պաշտոնական տվյալներին նշեց, որ այս տեմպը պահպանվել է նաև 2026-ին։ Այս տարվա առաջին 4 ամսում 800-ից ավելի տղաներ են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։ ԿՊ-ական պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ կեղծ բժշկական փաստաթղթերով բանակից ազատման դուռը փակելով ավելի լայն բացելու են քաղաքացիությունից հրաժարվելու դուռը։ Հետևաբար Սարգսյանը պնդեց, այս խնդիրներին պետք է փաթեթային լուծում տալ, միաժամանակ փակելով բոլոր սողանցքները։ Հայկ Սարգսյանը, որ այլևս չի լինի հաջորդ խորհրդարանում, կոչ արեց նորընտիր պատգամավորներին բանակի հետ կապված հարցերին լուծում տալ, այդ թվում զինծառայողների նվազագույն կարիքները հոգալ, գոնե ամռան շոքին ավելի հաճախ նրանց լողանալու հնարավորություն տալ։ Օրինակ ինձ այսօր գրել են, մեղրի զինծառայողներից մեկի մայրը գրել է, մայրը կամ հայրը
առանց զինծառայողի անունը նշելու, խնդրել է ասել հետեւյալը. շատ շոկ է, տղաները շաբաթը մեկ են լողանում, այս տարի գիտեք ինչ շոկ է։ Ասենք Եվրոպայում ջրցան մեքենաներով մարդկանց հովացնում են, էլի միջոցներ են սաղ աշխարհում ձեռնարկում, որ մարդիկ ուշագնաց չլինեն։ Մեր մերձին, որը Հայաստանի ամենաշոկ կետն է, զինվորները լողանում են շաբաթը մեկ։ Հիմա բանային խնդրում եմ 24 թվականից, խնդրում եմ համատենալուց Մեռնեմ ջանի, նախարար ջան, շտաբի պետ ջան, փոխնախարար ջան, եկեք խնդրում եմ, կազմակերպեք, արեք, մեծ ֆինանսական խնդիր չի։ Հիմա եւս մեկ անգամ խնդրում եմ, հաշվի առեք այս անոմալ շոկը, նենց արեք, սկսեք Մեղրիից, բայց ոչ միայն Մեղրին, որ մեր զորքը ամենը լողանա։ Պաշտպանության հանձնաժողովը կողմ քվեարկեց բուժ զննումից խուսափելուն վերաբերող նախագծին, այն ընդգրկվեց ազգային ժողովի վաղը կայանալիք արտահերթ նիստում։